ամսների համար, բայց ամսի 10-ի այդ բարդ իրավիճակը հստակ ազդեցություն է ունենալու այծեղջյուր, խոյ, խեցգետին և կշեռ կենդանակերպերի ազդեցության տակ ծնվածների մոտ, նաև ամսի 11-ը մինչև ցերեկային ժամերը։ Ամսի 12 հունվարի լուսինը կարիճի կենդանակերպում, կարիճը բարդ նշան է, բայց եկեք տեսեք, որ այն երկու օրվա խնդիրները հնարավոր է լուծվեն։ Ֆինանսական հաջողություններ կարող եք լուծել, կարող եք ձեր պարտքերը տալ, կարող եք գումարներ վերցնել, փոխառություններ, խորհուրդ չեմ տալիս վարկեր վերցնեք, սիրելի հետևորդներ, ես գիտեմ, որ վարկերը հետագայում դժվար է կարողանում մարել, բայց կարող եք եկամուտներ ստեղծել, հանրային գումարները ձեր տնօրինության տակ կլինեն և կարող եք, եթե գումարներ ունեք, կարող եք ուղղակի դրանք ներդնել կարևոր գործի մեջ, նույնիսկ կարող եք բանկում ներդրումներ կատարել ավանդների ձևով և ֆինանսական հաջողություններ, կայուն եկամուտներ ստանալու օրը այդ օրը։ Հաջորդ օրը տեսնում եք լուսինը կարիճում, կրկին նմանատիպ իրավիճակ, այս դեպքում կարիճը, քանի որ նաև ժառանգության և կտակի կենդանակերպն է, հնարավոր է, որ Յուպիտերի հետ բարեդրացիական դիրքերը և այստեղ նաև արև լուսին դրական դիրքեր, արև այծեղջյուրում լուսինը կարիճում ձեր հարազատները որոշեն, որ ձեզ տալու են կամ դրամական օգնություն, կամ կարող է կտակեն իրենց բերականան ձեզ վրա, համենայն դեպս ֆինանսական հաջողություններ, կամ այնպիսի մեկը, որը կարող է լինել կին, լուսինը կարիճ կենդանակերպում, որը ֆինանսական միջոցներ ունի, ձեզ հնարավոր է օգնի, որպեսզի դուրս գաք բարդ իրավիճակից։ Եթե որոշել եք բնակարան գնել, 12 և 13 ամենաբարենպաստ օրերից մեկն է հունվարի։ Գնացինք առաջ, հունվարի 14-ին լուսինը աղեղնավորում, նրանք, ովքեր ճանապարհորդելու են, ուշադիր եղեք, չկորցրեք ձեր իրերը, անսպասելի իրավիճակներ չլինեն, բայց այն կարևոր է միջազգային հարաբերություններ ստեղծելու համար, միջպետական, կարող եք ճանապարհորդել, կարող եք բուհական ձեր բոլոր քննությունները հանձնեք, նոր կրթության համար մտածեք, նոր կապեր ստեղծեք արտերկրի հետ, լուսինը աղեղնավորի կենդանակերպում է, այն ինչը կապված է օտար երկրների հետ, այն ինչը հեռվում է, ուրեմն օգտակար է։ Առաջ են գնում լուսինը աղեղնավորի կենդանակերպում ամսի 15-ին առանց դիրքերի, լուսինը ազատ ընթացքով է գնում, ուղղակի կարևոր գործերը, սիրելի հետևորդներ, ավելի լավ է նախորդ 2-3 օրը կատարեք, որպեսզի արդյունք լինի։ Լուսինը երբ որ ոչ մի դիրքավորում չի ունենում ինչ-որ մոլորակի հետ, ապա այն արդյունավետ է։ Ձեր բոլոր գործերը արտերկրի հետ կապված, թռիչքների հետ կապված, ավիատոմսերի, պայմանավորվածությունների, տրեյնինգների, դասընթացների, որոնք նաև միջազգային են, ձեր գործողումները ցանկալի է, որ այդ ամենը դուք կատարեք